Բարի առավոտ, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, տեսակ թե ինչ հետաքրքիր կերպով սկսեց մեր առավոտը, ինչ հետաքրքիր ընթացք ստացավ եւ հիմա էլ շատ կարևոր ընթացքի մեջ ենք, որը կարծում եմ պետք է անպայման ուշի ուշով լսել եւ հաղորդակից լինել այս ինֆորմացիային եւ այսպես էպիլեպսիան ոչ միայն բժշկական, այլև սոցիալական եւ կրթական մարտահրավեր է, որի շուրջ դեռ կան ոչ լիարժեք պատկերացումներ եւ չբարձրաձայնված խնդիրներ։ Էպիլեպսիա ստվերից դուրս ազգային համաժողովը նպատակ ունի միավորել մասնագետներին, ծնողներին եւ ոլորտի պատասխանատուներին, բաց խոսելու, իրազեկելու եւ միասին գտնելու լուծումներ էպիլեպսիա ունեցող երեխաների կյանքի որակը բարելավելու համար։ Եվ այսպես փետրվարի 7-ին կայանալիք համաժողովից առաջ շատ կարևոր հարցերի շուրջ կզրուցենք մեր հյուրերի հետ։ Սիրով ներկայացնեմ նրանց, տաղավարում են մանկական նյարդաբան, Արաբկիր բժշկական համալիրի նյարդաբանական բաժնի վարիչ Անի Գևորգյանը և կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր և ղեկավար Ելենա Բաղդասարյանը, բարի առավոտ, շատ շնորհակալ ենք հյուրընկալվելու համար, շատ կարևոր համաժողով եք նախաձեռնել և այս անգամ ինչպես արդեն հասկանում ենք բավականին ավելի ընդգրկուն և ավելի մեծածավալ իրադարձություն է սպասվում։ Նախ խնդրեմ պատմեք, թե ինչպես եղավ համագործակցությունը և ինչպես ստեղծվեց համաժողովի գաղափարը։ Եթե համագործակցության մասին խոսում եք նկատի ունենալով ինչպես ենք մենք սկսել համագործակցել Արաբկիր բժշկական համալիրի հետ, ապա ասեմ, որ երբ իմ երեխան ուներ էպիլեպսիա, երբ 2 տարեկանում հիվանդացել էր, միակ տեղը, որտեղ հնարավոր էր գնալ, որպեսզի բուժօգնություն ստանալ, դա Արաբկիր բժշկական կենտրոն էր այն ժամանակ, որտեղ դեռ չկար էպիլեպտոլոգիայի կենտրոն, ինչպես հիմա կա, այլ կար ուղղակի բաժանմունք, որտեղ մենք հսկվում ենք և բուժվում, և մենք այդպես ընկերացանք մեր բժշկու հետ, Բիայնա Գագիկի Սուխուդյան, որը հիմա էպի կենտրոնի ծառայության ղեկավար է հանդիսանում, որ հետո միտք եղավ, երբ տղաս առողջացավ ամբողջությամբ, ապաքինվեց, ստեղծել հիմնադրամ և նա մեր հիմնադրամի համահիմնադիրն է հանդիսանում։ Այնպես որ շատ քիչ շփվում էինք Արաբկիր բժշկական կենտրոնի և ես տեսնում եմ անձամբ, թե ինչպես զարգացավ այդ կենտրոնը, ինչպես ստեղծվեց բաժանմունքը, ինչպես այս ամբողջ ախտորոշիչ ապարատուրան բերվեց, ինչպես էր զարգանումը տեղի ունենում։ Կարելի է ասել 0-ից մինչև այն, ինչ մենք ունենք հիմա, իսկ ունենք յուրահատուկ էպիլեպտոլոգիայի կենտրոն, նյարդաբանության բաժանմունք, կարծում եմ չունենք նման կենտրոն ոչ մոտակա շրջաններում և մոտակա երկրներում և նույնիսկ Ռուսաստանից կամ Էսենգայի տարածքից մեզ մոտ գալիս են հիվանդներ և բուժվում են Արաբկիր բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի բաժանմունքում։ Եվ գաղափարը հենց դա էր, որ պետք է խոսել էպիլեպսիայի մասին, ավելի լայն տարածում պետք է թեման գտնի, որովհետև ունենք 5000-ից ավել հաշվառված երեխա էպիլեպսիայով և այդ հիվանդությունը, որը հաճախ դադարեցնում է երեխաների մանկությունը, ոչ միայն ցնցումների պատճառով, այլ նաև հասարակական վերաբերմունքի, դա էր դրդել մեզ, որպեսզի միասին հասկանանք այդ համաժողովի անհրաժեշտությունը։ Եվ իհարկե շատ հետաքրքիր խորագիր է ընտրված էպիլեպսիա ստվերից դուրս, այն փոքր խորագրի մասին կարող ենք խոսել եւ ասել, թե ինչ ուղերձ այն ունի։ Այդ միջազգային շարժումը, որը կոչվում է էպիլեպսիա ստվերից դուրս, 97 թվից ամբողջ աշխարհը ներգրաված է եւ բոլոր երկրները նախ նշում են էպիլեպսիայի միջազգային տոներ, առաջինը կլինի փետրվարի 9-ին, շարժական դա տոն է, իսկ մանուշակագույն օր, որը տոնում ենք, նշում ենք մենք մարտի 26-ին, այդ օրը էպիլեպսիայի պայքարի օր է եւ իրազեկման, տեղեկատվության տարածման օր է եւ այդ ամեն ինչը ընդգրկված է հենց այդ շարժման մեջ, որը կոչվում է էպիլեպսիա ստվերից դուրս, քանի որ մարդիկ, ովքեր ունեն էպիլեպսիա, չնայած էպիլեպսիան լավ բուժվում է, ամոց չէ, վարակիչ չէ, հոգեբանական խնդիրներ կարող է լինել, բայց հոգեկան խնդիր չէ, ախտորոշում չէ, եւ միևնույն է, մարդիկ ստիպված ապրում են ստվերի մեջ, ապրում են մեկուսացման, միայնակության մեջ, կարծատիպերի եւ ստիգմայի պատճառով, որը առկա է հասարակության մեջ։
Խոսենք նաև էպիլեպսիայի մասին, իրազեկման մասին, ըստ ձեզ որքանով է իրազեկված հասարակություն այսօր էպիլեպսիայի մասին եւ ինչ կարծրատիպային մտածողություն կա էպիլեպսիայի վերաբերյալ։ Բարեբախտաբար ներկայումս մենք սկսել ենք նկատել, որ շարժ կա եւ աստիճանաբար իրազեկումը ավելի լավ է տեղի ունենում, սակայն ցավոք այո, իհարկե հատկապես մարզերում պիտի նշեմ, որ սխալ կարծրատիպեր կան էպիլեպսիայի վերաբերյալ, մարդիկ մտածում են, որ էպիլեպսիան անպայման ժառանգական հիվանդություն է, բայց դա այդպես չէ, բազում ձեռքբերովի տարատեսակներ կան։ Մարդիկ պատկերացնում են, որ էպիլեպսիան անպայման ամբողջ կյանքի համար է, սակայն դա եւս այդպես չէ, էպիլեպսիայի անցողիկ տարատեսակներ կան բազում մանկական հասակում։ Նաև մարդիկ պատկերացնում են, որ էպիլեպսիա ունեցող անձը անպայման պետք է ունենա մտավոր, հոգեկան կամ այլ այսպես խանգարումներ, սակայն ինչը եւս այդպես չէ։ Այլ հարց, որ կան պացիենտներ, ովքեր ունեն եւ մտավոր զարգացման հապաղում, օրինակ ունեն ուղեղի արատ, ունեն մտավոր զարգացման հապաղում, վարքի խնդիր եւ էպիլեպսիա։ Սակայն էպիլեպսիան ինքը չի բերում նման խնդիրների, շատ փոքր է այդ տոկոսը, որ որոշ տեսակներ կան, որոնք կարող են բերել նման խնդիրների։ Այսինքն մեծ մասամբ, եթե մարդը ունի այլ խնդիրներ, միայն էպիլեպսիան դատավճիռ չէ եւ 70% դեպքերում լավ կառավարվում է դեղամիջոցների միջոցով եւ մարդիկ ապրում են սովորական կյանք, ինչպես եւ մյուսները։ Էպիլեպսիան նաև կարող ենք մի փոքր խոսել առաջացման պատճառներից, կարող է լինել եւ ժառանգական, եւ նաև ձեռքբերովի, եւ նաև փոքր տարիքում, եւ նաև մեծ տարիքում, եւ ինչից է դա կախված իրականում, ինչից կարող է առաջանալ եւ թե այն ձեռքբերովի է։ Այո, տեսեք, էպիլեպսիան միֆեր են պատտվում հենց այս թեմայի շուրջ։ Այո, էպիլեպսիան կարող է լինել, ինչպես նշեցինք, գենետիկ, բայց պարտադիր չէ, որ լինի ժառանգված, այսինքն անձի մոտ կարող է լինել նոր առաջացած որևէ գենետիկ մուտացիա, որը կարող է բերել էպիլեպսիայի, կարող են լինել կառուցվածքային, այսինքն ուղեղի տարբեր զարգացման արատներ, գոյացություններ, նորածնային շրջանում տարած որևէ իրադարձություն, թթվածնաքաղց, դեղնություն եւ այլն, որը կարող է բերել ապագայում ուղեղի վնասման եւ էպիլեպսիայի, կարող են լինել նաեւ իմուն ծագման, մետաբոլիկ եւ անհայտ։ Այսինքն մինչ օրս պետք է նշեմ, որ անգամ ընդդեմ էպիլեպսիայի միջազգային լիգայի այսպես գրառումներում արկա է այդ փաստը, որ էպիլեպսիաների մոտ 50%-ը մնում են անհայտ, պատճառը մնում է անհայտ։ Իսկ էպիլեպսիա ներողություն, մուտացված գենի արդյունք չէ, սա ուղղակի կան տեսակներ, որոնք որ այո գենետիկ են եւ ինչ որ մի գենի մուտացիայի հետևանքով են ի հայտ գալիս, սակայն մարդը օրինակ կարող է ունենալ ուղեղի ինչ որ մի փոքր հատվածի զարգացման արատ, կառուցվածքային խնդիր, որևէ գալար ուղեղի հատվածում ճիշտ ձևավորված չլինի, ինքը լինի լրիվ առողջ անձ, այսինքն երբևիցե չիմանա նույնիսկ որ ինչ որ մի հատվածը գուցե ճիշտ չի ձևավորված, բայց դա ապագայում բերի ցնցումների։ Իսկ հիվանդությամբ կարող է կինը, ով ունի էպիլեպսիա, ծննդաբերել առողջ զավակ։ Այո, իհարկե կարող է, պարզապես մինչև անգամ ամուսնությունը մինչև անգամ, հա, եթե մենք գիտենք, որ կինը շուտով ռեպրոդուկտիվ տարիքի կին է, անգամ մենք դեռահասության տարիքից, երբ որ նոր ենք ախտորոշում էպիլեպսիան, մենք ձգտում ենք սկսել բուժումը այնպիսի դեղամիջոցներով, որը ապագայում հղիության ընթացքում բարդությունների չբերի, հա, կողմնակի էֆեկտներ չունենա պտղի վրա, այո, այսինքն գրագետ վարման դեպքում իհարկե հնարավոր է։ Եվ վնաս չէ ամենակարևորը։ Նայեք, կան դեղամիջոցներ, որոնք մենք գիտենք, որ ռիսկային է օգտագործել այդ դեղամիջոցները հղիության ընթացքում։ Ես դեղամիջոցի մասին չէր, հարցը այլ հղիության է, այսինքն կնոջը հակացուցված չէ էպիլեպսիայով հիվանդ, հակացուցված չէ եւ լավագույն այսպես ցուցիչը, թե արդյոք հղիության ընթացքում ցնցումները կառավարելի կլինեն թե ոչ, դա նախորդ ամիսների կամ տարիների այսպես հսկողությունն է, եթե կինը adekvat բուժման ֆոնին չի ունեցել ցնցումներ, միանշանակ ինքը կարող է հղիանալ, ամուսնանալ, հղիանալ, բալիկ ունենալ եւ այլն։ Կան շատ կարծրատիպեր տարածված դրա համար այն։ Ինձ թվում է այս թեմայով հարցերը շատ են։ Ես առաջարկում եմ դիտել տեսանյութ ու վերադառնալ մեր զրույցին կրկին։ Դիտենք տեսանյութը, սիրելի հեռուստադիտողներ։
Բարև, ես Վազգենն եմ, 10 տարեկան։ Զբաղվում եմ սպորտով, լողով եւ ֆուտբոլով։ Դպրոցում լավ եմ սովորում եւ հաճախ մասնակցում օլիմպիադաների։ Բարև, ես Աննան եմ, 9 տարեկան։ Երազում եմ դառնալ նկարչուհի։ Արվեստն իմ տարերքն է եւ հույս ունեմ, որ իմ երազանքը կիրականանա։ Ես նաեւ շատ եմ սիրում երգել եւ հեծանիվ վարել։ Ողջույն, անունս Սամվել է։ Շուտով կդառնամ 10 տարեկան։ Մայրիկս ասում է, որ ես ընդունակ եմ, բայց սույլ եմ։ Սիրում եմ ծիծաղելի հոլովակներ նայել համացանցում։ Տանել չեմ կարողանում մաթեմատիկան, այն շատ ձանձրալի է ինձ համար։ Իսկ ես Մարիամն եմ, շատ ակտիվ եւ աշխույժ։ Իմ ամենասիրելի զբաղմունքը կատակելն ու մաթեմատիկական խնդիրներ լուծելն է։ Իսկ ազատ ժամանակ սիրում եմ մուլտֆիլմեր նայել, նկարել եւ խաղալ բակում։ Ես Արամն եմ, 11 տարեկան։ Ամբողջ ազատ ժամանակս անցկացնում եմ գրքեր կարդալով եւ այդքան էլ չեմ սիրում խաղալ բակում, բայց ծնողներս պնդում են, որ մաքուր օդ շնչելը եւ սպորտով զբաղվելը օգտակար է եւ անհրաժեշտ։ Իսկ հիմա գուշակեք, մեզանից ով ունի էպիլեպսիա։ Այո, ես ունեմ էպիլեպսիա, բայց այլ ոչ մի կերպ չի ազդում իմ կյանքի որակի վրա եւ ես ոչինչով չեմ տարբերվում իմ ընկերներից։ Էպիլեպսիան բուժվում է եւ դատավճիռ չէ։ Էպիլեպսիան ամոթ չէ եւ վարագիչ չէ։ Էպիլեպսիան հոգեբուժական ախտորոշում չէ։ Էպիլեպսիան չի խանգարում ունենալ լիարժեք մանկություն։ Էպիլեպսիայով երեխաները ոչնչով չեն տարբերվում մյուսներից, ոչ արտաքինով, ոչ վարքագծով, ոչ տաղանդներով եւ ունակություններով։ Կյանքի ճանապարհ բարեգործական հիմնադրամը օգնում է էպիլեպսիա ունեցող երեխաներին դուրս գալ ստվերից եւ ապրել առանց վախերի եւ կարծրատիպերի։ Միացեք մեզ, դարձրեք էպիլեպսիայով երեխաների մանկությունը երջանիկ, լիարժեք եւ առանց դադարների։ Դիտեցինք տեսանյութը, սիրելի հեռուստադիտողներ, ու վերադառնանք մեր ընթացքին, շարունակենք խոսել եւ ինչ խնդիրների են հաճախ բախվում երեխաները դպրոցներում, նման խնդիր ունեցող երեխաները ինչ խնդիրների են բախվում։ Ինչպես դուք անիմացիոն ռոլիկում տեսաք նոր, երեխաները, ովքեր ունեն էպիլեպսիա, որը հսկվում է, որի ժամանակ չկան ցնցումներ, իրանք կարող են սովորել դպրոցներում առանց որևէ սահմանափակումների եւ այդպես էլ սովորում են եւ ոչինչ իրենց չի խանգարում, որովհետեւ ոչ արտաքինով, ոչ ինտելեկտով, ոչ ունակություններով իրենք չեն տարբերվում իրենց հասակակիցներից։ Այստեղ խնդիրը ես տեսնում եմ այնտեղ, որ ծնողները ստիպված են լինում թաքցնել ինֆորմացիա հիվանդության մասին, որպեսզի երեխան չպիտակավորվի, բուլինգի չենթարկվի եւ որը շատ հաճախ հակառակ ազդեցություն ունի։ Այո, որպեսզի չմատնանշվի եւ դա իրենց դրդում է, որ թաքցում են շատ ժամանակ հիվանդության մասին տեղեկատվություն եւ չեն ասում նույնիսկ դասատուներին եւ շատ ժամանակ ցնցում տեղի է ունենում եւ անձնակազմը չգիտի ինչպես վարվել, ինչպես օգնել եւ մեր կոնֆերանսի շրջանակում մենք այդ հարցն ենք բարձրացնելու, նախ դիմելու ենք ծնողներին, որպեսզի չթաքցնեն ինֆորմացիա ոչ դասախոսից, ոչ դասատուից, ոչ լողավազանի մարզիչից, որտեվ երեխան սպորտով զբաղվում է եւ էլի սահմանափակում չկա, բայց այդ տեղեկատվությունը իհարկե պետք է հաղորդել համապատասխան անձնակազմի։ Ամեն դեպքում սա որոշ ուշադրություն է բերում երեխայի հանդեպ, որ երբ որ ինչ-որ բան լինի։ Հենց դա է պատճառը, որ կոնֆերանսին հրավիրենք նաեւ դպրոցների տնօրեններին, բուժքույրերին, ովքեր պետք է իմանան, թե ինչպես ճիշտ առաջին օգնությունը ցուցաբերել էպիլեպսիայի նոպայի ժամանակ, դա էլ շատ ժամանակ տեղյակ չեն մարդիկ եւ չգիտեն ինչպես ճիշտ վարվել, ինչպես ճիշտ առաջին օգնությունը ցուցաբերել, ընկնում են խոչապի մեջ, սկսում են ուղղակի չգիտեն ինչից սկսեն եւ մանավանդ դպրոցում մենք հիմա երկրորդ ռոլիկ ենք նկարահանում, որտեղ ցույց կտանք, թե ինչպես վարվել, երբ հենց դպրոցում երեխայի մոտ նոպա է տեղի ունեցել եւ ինչպես պետք է վարվի դասղեկը, դասատուն եւ երեխաները ինչպես պետք է իրենց պահեն։ Եվ կարծում եմ ինչ պետք է չանեն, ամենակարևորը, այո։ Եվ կրթական համալիրներում, դպրոցներում, մանկապարտեզներում, եթե անձնակազմը տեղյակ է, կարծում եմ որևէ վտանգ չկա երեխայի համար այնտեղ հաճախելու։ Նորից կրկնեմ, որ 70% դեպքերում էպիլեպսիան բուժվում է կամ հսկվում ժամանակակից դեղամիջոցների կողմից եւ երեխաները որևէ սահմանափակումներ չունեն ուսման համար, սպորտի հաճախելու եւ ընդհանրապես լիարժեք մանկություն ունենալու։ Խնդրեմ։ Ինչպես նաև ներողություն հոգեբանական աջակցությունն է շատ կարևոր, թե երեխաներին, թե ծնողներին։ Սա ինչքանով, սրան ինչքանով եք ուշադրություն դարձնում։
Մենք հիմա զարգացնում ենք հիմնադրամի շրջանակներում, գործունեության շրջանակում հենց հոգեբանական աջակցության ծառայությունը եւ դա շատ կարեւոր է իհարկե աջակցել ծնողներին շատ բարդ փուլում իրենց կյանքի երեխաներին մանավանդ 14-15 տարեկանում, երբ իրենց մոտ շատ հարցեր են ծագում եւ հոգեբանական աջակցության վրա իհարկե ուշադրություն ենք դարձնում։ Ինչ կոնկրետ ցանկություններ ու փոփոխություններ եք ուզում տեսնել համաժողովից հետո, ինչ եք ակնկալում ի վերջո համաժողովը կազմակերպելով։ Անձամբ իմ մեծ ցանկությունը, որը տարիներ շարունակ ես այդ մի ցանկություն ունեմ, որպեսզի էպիլեպսիան դառնա բոլորի համար ուղղակի որպես ախտորոշում, որը բուժվում է, որը ամոթ չէ, որը վարակիչ չէ, որը հոգեբուժական ախտորոշում չէ, որ մարդիկ էպիլեպսիա բառ լսելով սարսափի մեջ չընկնեն, որովհետև դա սովորական հիվանդություն է քրոնիկ, որը կարելի է բուժել։ Եվ ինչու այդ էպիլեպսիա բառը, այդ ամեն ինչը պետք է դառնա երեխայի մանկության համար շատ մեծ խոչընդոտ, լիարժեք մանկության համար։ Եվ ինչու հենց այդ բարի պատճառով երեխան պետք է տարիներ անցկացնի, երկար տարիներ անցկացնի բանտարկված վիճակում, ոչ մի հնջույքի չգնալով, սպորտին չհաճախելով։ Ես երազում եմ, որ մեր հասարակությունը հասկանա, որ կարծրատիպերը դարերով եկած եւ ամրապնդված մեզ մոտ վաղուց արդեն ակտուալ չեն, արդեական չեն եւ այդ կարծրատիպերից նեգատիվ հասարակական վերաբերմունքից վաղուց պետք է ազատվել։ Շատ բարի եւ շատ ճիշտ եք, իսկ եթե խոսենք հենց համաժողովից ինչ նոր գիտական եւ կլինիկական մոտեցումներ եք մոտեցումների մասին եք խոսելու եւ արդյոք ովքեր կարող են մասնակցել համաժողովին եւս։ Եվ մի բան էլ ես էլ ավելացնեմ, օրակարգի մասին, ովքեր են ելույթ ունենալու, նաեւ դրա մասին կուզեմ խոսեք։ Մեր համաժողովին ներկա են գտնվելու գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, ինչպես նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, գիտության եւ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից ներկայացուցիչներ, պացիենտներ, մեր էպիլեպտոլոգիական ծառայության Բիայնա Սուխուդյանը եւ պացիենտներ եւ իհարկե բոլոր հետաքրքրված անձինք եւ փաստորեն սա մի հարթակ է, որտեղ կարող են տարբեր այսպես շերտերից, տարբեր օղակներից մարդիկ շփվել իրար հետ եւ համախմբվել մի գաղափարի շուրջ, քննարկվելու են հարցեր, թե ինչ է արդեն արվել էպիլեպսիայի բնագավառում, ինչ հարցեր ունենք դեռ չլուծված, որոնց պետք է ուշադրություն դարձնենք, բուժման մոտեցումները, կրկին այս խարանին ուղղված այսպես պայքարին վերաբերող հարցեր, ինչ կրկին հարցեր կարող ենք մենք լուծել համախմբվելով եւ այո, ովքեր որ հետաքրքրված են, սիրով սպասում ենք այդ օրը։ Բացի այս, խնդրեմ ասեք, բացի, բայց գրանցումով նախապես։ Այ ինչպես պետք է գրանցվել, նշեցիք, որ բաց է, ինչպես պետք է գրանցվել եւ մասնակցել։ Բաց է Facebook-ում, գովազդը միացրած է այնտեղ կա հաղում եւ այդ հնարավորություն կա գրանցվելու, հետո հաստատում մենք ուղարկում ենք, երբ արդեն գրանցված անձի հետ կապնվում ենք եւ հաստատում ենք իր ներկայությունը։ Եվ շատ հիմա մենք շատ հայտեր ենք ստանում եւ հասկանում ենք, որ այս թեման ակտուալ է, արդեական է եւ հետաքրքրող շատ մարդկանց, նաև մեզ գրում են նամակներ բժշկական համալսարանի ուսանողներ, ովքեր ուզում են իմանալ ինչ է էպիլեպսիան, բուժքույրեր, ընդհանրապես բժշկական ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր շատ ժամանակ չգիտեն էլեմենտար ինչ-որ բաներից հեռու են մնում եւ ուզում են տեղյակ լինել եւ իհարկե անհամբեր սպասում են ծնողներ, որպեսզի կարողանան իրենց հարցերը ուղղել մեզ բոլորիս։ Գիտեք, եթե անկեղծ լինեմ, ես եւս, եթե հիմա օրինակ իմ շուրջ լինի մարդ, ով ունի էպիլեպսիա եւ եթե իր մոտ սկսվի նոպա, ես չգիտեմ ինչպես օգնել եւ անկեղծ ինձ էլ հետաքրքիր։ Եկեք ասենք, ավելորդ չի լինի, ինչպես օգնել ճիշտ էպիլեպսիայի նոպայի ժամանակ։ Ես ասեմ կամանին, կարծում եմ միևնույն է,
ուղղակի պետք է խոչապի չմատնվել, տվյալ անձինով ունի էպիլեպսիկ նոպան պարկածնել կողքի, շրջել կողքի, փափուկ որևէ բան դնել իր գլխի տակ եւ հանկարծ չփորձել բացել ծնոտը առարկաներով կողմնակի չհանել լեզուն, որովհետեւ հա լեզուն կուլ չի տա, դա էլ է կարծրատիպ։ Այո, եւ շատ տարածված անգամ մեթոդ էր, որը մեզ սովորեցնում են, որ դա այդպես պետք է անել, որ հանկարծ լեզուն չլինա կուլ, այնինչ եւ հիշել, որ հիմնականում էպիլեպսիկ նոպաները ինքնադադարվող են, տևում են մինչեւ 4-5 րոպե եւ պետք է ուղղակի լինել այս մարդու կողքին եւ սպասել մինչեւ նոպան դադարվի։ Ինքնիրեն ավարտվում։ Այո, ամենակարևորը գլխին զանգարել շտապօգնություն, այո։ Ոչինչ չսպառնա հանկարծ, որովհետեւ երբեմն հարվածներից կարող է առաջանալ վարդություն։ Էպիլեպսիայի շուրջ շատ կարծրատիպեր կան եւ առաջին օգնության կանոնները եւս այդ կարծրատիպերից։ Կարծում եմ, որ մարդիկ, ովքեր որ ունեն այդ թյուր կարծիքները, փետրվարի 7-ին կգան կմասնակցեն համաժողովին եւ իհարկե կիմանան շատ բաներ։ Եվ կլինեն իրազեկված։ Այո։ Ինձ թվում է մեր հասարակությունում առհասարակ իրազեկումը ավելի կարեւոր է, քան ինչ որ մի բանի բուժումը։ Ավելի լավ է ճիշտ իրազեկել, որ սխալ բուժում չկատարվի։ Շատ շնորհակալ եմ, որ առավոտը ցցեցիք մեզ։ Լավ օրենք ձեզ մաղթում։